յուրաքանչյուր տագնապ, յուրաքանչյուր մարտահրավեր նաև հնարավորություն է։ Ինչ հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ասում է տարածաշրջանում միջուկային պատերազմի սպառնալիք կա եւ հիմա ռադիոակտիվ փոշու խնդիրը կա արդեն։ Դե արտանետման մասին արդեն հայտարարվել է, բայց դեռ որպեսզի հանգստացնել եւ տագնապ չտարածեն տարածաշրջանում, ասում են ոնց որ թե կառավարելի է դեռ, դա ոնց որ կառավարում։ Դա բոլոր դեպքերում պայթյունը չի։ Դա արտանետում է։ Այո, այդ բաղադրիչներից միջուկային պատերազմ բաղադրիչներից ընդամենը մեկն է աշխատում ավերածություններում պայթյունը եւ այլն դրանք չկան։ Հիմա մենք ինչ հնարավորություն ունենք։ Մենք մեր մասին մտածենք, այնտեղ ինչ որ լինում է, բարձում է որ դեռևս դեկտեմբեր ամսին պաշտպանության նախարարությունը նրանց մոտ մի քիչ ուրիշ անուն ունի, հրահանգ է ստացել, պատրաստվել, մշակել, ծրագրավորել, պլանավորել, պատրաստվել պատերազմի։ Այսինքն դա անակնկալ չէր Իսրայելի համար։ Անակնկալ չէր նաև Ամերիկայի Միացյալ գլխավոր հովանավորի, գլխավոր ոստիկանի համար նույնպես դա անակնկալ չէր, որովհետև մի քանի օր, 3 երևի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ ասեց 61 օր ես սպասել եմ Իրանի պատասխանին։ Այդպես այդ մասշտաբի, այդ ծավալի ռազմական գործողությունները անակնկալ չեն լինում։ Հիմա ես դրա համար ասում, իսկ մենք պատրաստ ենք, մենք ընդառաջ գնում ենք դրան, տարօրինակ բառը ընդառաջ գնալը։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ընդառաջ ինչին։ Դիմակայելուն։ Այո, այդ արհավիրքին, աղետ է մեր հարևանը, մեր իմիջիայլոց ոչ սովորական հարևանը, բարի դրացին, որ հետ մենք ակնհայտորեն լավ հարաբերություններ ունենք, այնտեղ աղետ է, մեր հարևանի տանը հրդեհ է։ Այ դա մենք պատրաստ ենք օգնելու, խաղաղեցնելու, փախստականներին ընդունելու, հումանիտար օգնություն ցույց տալու, ենթակառուցվածքները մեր ճանապարհները պատրաստ են այդ տրանզիտ։ Ճանապարհը, այո, տարանցիկ ճանապարհ ունենք մենք, որ եթե գան մի քանի միլիոն փախստական է գալու, որտեղ ենք տեղավորելու, ուր ենք ուղարկելու։ Ես հույս ունեմ, որ այս անգամ այդ մասշտաբը չի ընդունի։ Ժամանակին, ասում են մոտավորապես 2 շաբաթ կտևի մասնագետները ռեսուրսների պատճառով։ Եթե Իրանի ռեսուրսները կբավարարեն 2 շաբաթ, Իսրայելի ռեսուրսները ինչքան պետք լինի, այդքան կստանա։ Որովհետև նույնիսկ տեսեք, հենց հիմա արդեն ռազմանավերը մոտենում են Իսրայելի ափին, դաշնակիցների զինամթերք են բերում լրացուցիչ, այսինքն բավարարում են պահեստները, լրացնում են պահեստները։ Հիմա ես մի քիչ անհանգստացած եմ, որ մենք բավարար չափով մեր ենթակառուցվածքները չենք պատրաստել դրան։ Չնայած քննարկումներ եղել են, օրինակ հենց ձեր եթերում էլ ասել են, որ կարող է լինել, նույնիսկ մենք ավելի բարդ բան ենք ենթադրել, ֆրագմենտացիայի ծրագիր, որ այսինքն կարող է քաղաքացիական պատերազմ լինել եւ Իրանում եւ Թուրքիայում։ Իրանի արքայազնն է ելույթ ունեցել, այսինքն այնպես չի, որ սկզբից Իրանի օրինական տերն է խոսում, ասում է, որ փոխեք ռեժիմը, չի ասում ես գամ, ասում է ազատվեք։ Այսինքն այդ վտանգը դեռևս կա։ Իհարկե կա։ Մեր հարևանը, մեր Ադրբեջանի վարքագիծը, նախ հենց 20 թվականի Իրանի վարքագիծը, բա ինչի թույլ տվեցիր։ Իրանը թույլ տվեց, որ իր թիկունքում ունենա հակառակորդ, եւ դա թիկունքը չի, Թավրիզի մրցակիցը հզորացել է, որն պետք է Իրանը թույլ չտար, որ Արցախի անկումը դա Իրանի անվտանգության խնդիր էր, նրանք պետք է ամեն ինչ անեին, ամեն ինչ, տեսնում եք, ամեն ինչ պետք է անեին, որպեսզի Արցախը մնար Հայաստանին, որովհետև հիմա Ադրբեջանը ակնհայտորեն մասնակցում է հակաիրանյան կոալիցիային, արդեն կոալիցիա կա Իրանի դեմ, Ադրբեջանը դրա ակտիվ մասնակիցներից մեկն է, ու հենց Արաքսի ափը, Ադրբեջանը պետք է իր գլխի ճարը այն ժամանակ տեսներ, եթե հայկական բանակը կանգնած էր Աղդամում, եթե կանգնած լիներ Ադրբեջանի ձեռքերը այդքան ազատ չեն լինի, ու կարծես Իրանը կոպիտ սխալ է թույլ տվել, ու հիմա պտուղները քաղում է։
տեսեք, մենք երևի լավ չենք բացատրել Իրանին, որ անհրաժեշտ է Ադրբեջանին կաշկանդել երկրորդ ճակատով։ Իսկ հիմա Ադրբեջանը ազատված է, չունի երկրորդ ճակատ։ Ինքը հենց միայն կանգնած է եւ հայտ է ներկայացնում, միացյալ Ադրբեջանի հայտ է ներկայացնում։ Եթե Իրանը պարտվում է, ուրեմն Ատրպատականը միանում է Բաքվին, Թավրիզը միանում է Բաքվին, ոչ թե Բաքուն է միանում Թավրիզին։ Պատկերացրեցիք, չէ՞, ում է միացնում։ Տեսեք, մենք հիմա, ասում եմ, մարտահրավեր է, որ մենք վաղը ինչ ենք անելու, ինձ համար կարևոր, վաղը ինչ ենք անելու։ Պլանավորենք, վաղվա ծրագիրը կազմենք, այսօր գիտենք ինչ է կատարվում, մասնակցում ենք այսօր, իսկ վաղը ինչ ենք անելու։ Ժողովրդավարական իշխանությունը ամենաէֆեկտիվն է այդ իմաստով, որտեղ ներքին լարվածությունը անընդհատ դուրս է բարձրացնում է վերև։ Իհարկե, օրինակ Իրանում էթնիկ խնդիրներ չկան, այնտեղ միայն կրոնական բաղադրիչով է որոշվում, ազգային փոքրամասնությունների իրավունք, որպես այդպիսի նրանք չեն ճանաչում, կրոնական փոքրամասնություններ կան, այնտեղ մի քանի միլիոն արաբ կա, մի քանի միլիոն բելուջի, չգիտեմ ինչ կա, տաջիկներ կան, տարբեր, մենք պարսիկ ասում ենք, կարծում ենք, թե դրանք բոլորը մի ժողովուրդ են, չէ, տարբեր ժողովուրդներ կան եւ ամենակարևորը թուրքական զանգվածը։ Այդ թուրքական զանգվածի խնդիրը իրենք հանգցնում էին պաշտոններ բաժանելով, այդ էթնիկ թուրքերին պաշտոններ էին տալիս պարսիկները, կաշառքի ձև է, կոռուպցիա է, էլի, ինչու անեք, գերագույն գլխավոր այդ հոգևոր առաջնորդը ինքը թուրք է։ Պատկերացնում եք, այդ պահապանների, իսլամի պահապանների հրամանատարությունը, թուրքեր են, շատ են թուրքերը, ու դրանով պարսիկները իրենց ապահովագրում էին, կարծում էին, թե ամեն ինչ լավ կլինի։ Ես դեռ որոշ իմաստով կարծում եմ, որ այսօր չի, այդ պարակտումը, ֆրագմենտացիան Իրանի, այսօր չի։ Հույս ունեմ, որ այդ միլիոններով գաղթականները, որ գան, իհարկե Հայաստանով կանցնեն, բայց նրանք հիմնականում Ադրբեջան են գնալու, իրենց հայրենակիցների մոտ են գնալու։ Ադրբեջանի սահմանները, այո, Փակը որն է, կանայք երեխաները տասնյակ հազարներով, որ գալիս են, ոնց ես փակում, այսինքն ով կկրակի երեխաների վրա, երբ որ Իրանը դառնում է անկառավարելի, այսինքն շատ կառավարողներ կան, քաղաքացիական պատերազմի անպայման, եթե շարունակվի, եթե պարտվեց Իրանը, չնայած գիտեք, չէ, կա մեկը պետք է հաղթի, այդպես չէ, պատերազմը վերջանում է որևէ մեկի հաղթանակով, եթե այնպես չպարտվի, որ կազմաքանդվի Իրանը, իսկ կազմաքանդելու շատերի համար ձեռնտու է հզոր Իրանը, այսինքն արաբական աշխարհին կառավարելի պահելու համար անպայման անհրաժեշտ է հզոր եւ ագրեսիվ Իրան, այսինքն Պարսկաստանը արաբական աշխարհի հին թշնամին, ոխերիմ թշնամիները, անպայման արաբական աշխարհը պրոբլեմ կդառնա քաղաքակիրթ աշխարհի համար, եթե Իրանը չկա, ուրեմն այդ առաքելությունը հակաարաբականության Թուրքիային է անցնելու, տեսեք մենք անելիք շատ ունենք, տարբեր պլաններ մշակենք, եթե մնում է Իրանը այսպես հզոր եւ բարեփոխումների ճանապարհն է ընտրում, որոշ ազատություններ են տալիս, կրոնապետությունից դեպի աշխարհիկ պետություն շարժվել, այսինքն այնտեղ դա է խնդրեմը, կրոնապետություն եղած վերնախավը այդպիսի ընդհանրապես վերնախավն է անում, արտոնություններ տա եւ վերնախավն է անում, հեղափոխական որոշումներ կայացնում։ Այո, գյուղացիները իրենց գերանդիներով եւ եղաններով չեն անում հեղափոխություն, անում են պալատում, պալատն է անում հեղափոխություն, հենց վերնախավը պետք է անի, որովհետեւ վերնախավն է ոտի տակ ընկնելու։ Ես ասում եմ, տարբերակներից մեկը դա է, որ բարեփոխումների ծրագիր կմշակվի, ու դա պարսկական ձևով։ Մենք տեսանք, սրանից մի 50 տարի առաջ ինչ ձևով նրանք հնկեցարեցին շահին, արյան մեջ։ Հիմա մեկը դա է, մյուսը, որ կգնա քաոսացում, այդ ճիշտ այնպես ինչպես Իրաքը եւ Սիրիան։ Դրանք էլ են տարբերակ։ Իրաքի եւ Սիրիա։ Ես դրա համար եմ ասում, քանի դեռ չի մարսել տարածաշրջանը, չի կարողացել հանդարտեցնել Սիրիայի եւ Իրաքի
պրոբլեմը չի լուծված դեռևս հիմա լրացուցիչ բեռը Իրանը մտնում է այդ քաոսի մեջ ով է դա կարգավորելու հարևան պետությունները էներգետիկան նավթից հրաժարվելու է քաղաքակրթությունը Իրանը կարևոր նավթային երկիր է տեսեք ես հույս ունեմ որ նաև ելնելով մեր բարեկամական հարաբերություններից մոռանանք Վարդան Մամիկոնյանի եւ Ավարայրի ճակատամարտը շապուր երկրորդին մոռանանք լավ կլինի որ մեր հարևան երկրում կարգավորվի եւ բարեփոխումների կուրս վերցնի